Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամությունը հիմնված է 34 տարվա դիվանագիտական հարաբերությունների վրա։ Այսօր արդեն նահանգներ-Հայաստան հարաբերությունները երբևէ գոյություն ունեցող մակարդակից առավել ամուր են։ Շտուտգարտում հայ լրագրողների հետ զրույցում արձանագրում է Գերմանիայում նահանգների եվրոպական հրամանատարության շտաբի պետ գեներալ Ջոն Ռաֆերթին։ Գեներալը վստահ է Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար։ President Trump and Prime Minister Նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի ստորագրած երկկողմ ուշագրերի հիմքում ընկած է ընդհանուր նպատակների իրականացումը։ Մենք լիովին աջակցում ենք Հայաստանին անվտանգության ամրապնդման, առևտրի ընդլայնման եւ սահմանային անվտանգության կայունացման հարցում, միաժամանակ հաստատելով մեր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Լուրերի հարցին ի պատասխան Ջոն Ռաֆերթին գործակցության կարևոր բաղադրիչներից առանձնացնում է Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագիրը։ Armenia's participation in KFOR Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը մեծ դեր է ունեցել այդ երկրում խաղաղության պահպանմանը։ Միացյալ Նահանգների եւ մեր տարածաշրջանային գործընկերների անունից հավաստիացնում եմ, որ շատ բարձր են գնահատում եւ խորապես շնորհակալ ենք Հայաստանին դրա համար։ Սա էլ պատճառներից մեկն է, որ դրական ենք տրամադրված մեր ռազմական համագործակցության խորացմանը, ապագան շատ հուսադրող է։ Իսկ ինչ դեր կարող են ունենալ կայուն ու ժողովրդավար գործընկերները, մասնավորապես Հայաստանը, տարածաշրջանային անվտանգության երկարաժամկետ ապահովման գործում, հաշվի առնելով Կովկասի անվտանգային համակարգի արմատական փոփոխությունները։ Չի կարելի անտեսել Ուկրաինայի հակամարտության դերը տարածաշրջանում անկայունության եւ խաթարող գործընթացների ձևավորման մեջ։ Ուկրաինայից դուրս են հոսում տարբեր սպառնալիքներ, ուստի ժամանակը ցույց կտա, որ ժողովրդավարության ու գործընկերության հանձնառությունը լավագույն ուղին է այդ մարտահրավերներին դիմակայելու համար։ Ժողովրդավարության հանդեպ ընդհանուր նվիրվածությունը մեր հարաբերությունների ամենակարևոր եւ հիմնարար տարրն է։ Նահանգների հրամանատարության առաջնահերթություններից է հակամարտությունների կանխումը։ Military to military relationship. Այդ նպատակին հասնելու համար կարևոր է մեր ռազմավարական համագործակցությունը այն երկրների հետ, որոնք ընդունում են մեր արժեքներն ու ժողովրդավարության գաղափարները։ Մենք այս առումով շատ լավ մակարդակում ենք։ Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղ հարաբերությունների կառուցումը կօգնի կանխել ապագա հակամարտությունները։ Եվ որքան Հայաստանի հետ հարաբերությունները ջերմ լինեն, այնքան ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն բարեկեցության ու անվտանգության ամրապնդման համար, վստահ է գեներալը։ Հայ լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձ եղավ նաև հայ սպաների եւ հրամանատարների նահանգներում սովորելու ու վերապատրաստվելու հնարավորություններին, որքանով է նահանգների ռազմական կրթությունը բաց Հայաստանի համար։ A very talented young lady from Armenia. Հայաստանից շատ տաղանդավոր օրիորդ Յանա Սիմոնյանը պատրաստվում է ընդունվել ԱՄՆ ռազմական ակադեմիա։ Դա հիանալի ձեռքբերում է եւ նա անկասկած բացառիկ ունակություններով տաղանդավոր ապագա ղեկավար է։ Կարծում եմ սա մեծ քայլ է, ինչը ցույց է տալիս, որ ապագայում կրթության, պատրաստության եւ փորձի ձեռքբերման հնարավորությունները միայն կընդլայնվեն։ Ուստի ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին։ Առայժմ կարող եք ասել առաջ բանակ, հաղթիր նավատորմին։ Յանա Սիմոնյանը, որի մասին խոսում է գեներալը, Հայաստանի պաշտպանության նախարարության առաջին հայ կին կուրսանտն է, որն ընդունվել է նահանգների West Point զինվորական ակադեմիա։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը ամիսներ առաջ հանդիպել էր Յանա Սիմոնյանին, նշել նահանգներում ակադեմիա ընդունվելը նահանգների ու Հայաստանի միջև աճող գործակցության վկայությունն է։ Յանա Սիմոնյանը դիպլոմը կստանա 2029-ին, ծառայությունը կշարունակի Հայաստանի զինված ուժերում։ Մերի Խաչատրյան, լուրեր։